Հասկանում եմ, որ գուցե խորհրդային տարիներին ունեցել են 24-ժամյա ջրամատակարարում, բայց հիմա ունենք գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որ մենք ունենանք 24-ժամյա։ Հիմնականը կորուստն է, որի հարցը պետք է լուծել, ոչ թե դա անել։ Լուծում ենք, նաև կորուստներն ենք կրճատում, այսպես ձեզ ասեմ, վերջին 5 տարիներին հասութագրվող ջրի ծավալը Veolia-ի կողմից ավելացել է 62 միլիոն խոհանարդ մետրով։ Դա նշանակում է, որ անընդհատ պրոցես է, մենք անընդհատ չվճարվող թաքցված ջուրը բերում ենք, ստվերից հանում ենք, բերում ենք հասութագրման դաշտ։ Այդ պրոցեսը անընդհատ պրոցես է, բայց Ժորժ ջան, ելի եմ ասում 25% 1/4-ով ունենք ջրերի նվազում հենց ջրաղբյուրներում։ Մենք չենք կարող դրա վրա աչք փակել, հասկանում եք, դրան ավելացրեք կառուցապատումների այս հսկա ծավալները, այս ահռելի արագ տեմպը, ավելացրեք նոր բաժանորդների ավելացած քանակները, այդ թվում նաև տնտեսությունը, ավելացրեք կլիմայի փոփոխությունը այն իմաստով, որ ավելի շոկ է լինում հիմա, եւ այո, մենք պիտի յուրաքանչյուրս հասկանանք, որ պատասխանատու ենք ամեն կաթիլ ջրի համար։ Պատասխանատու ենք, եկեք չփախնենք դրանից, կառավարությունը իր գործողությունների համար թող պատասխանատու լինի, բայց ես ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին, այո, ծորակը փակի ատամ լվանալիս։ Շենքեր են կառուցում, այսինքն ջրային կոմիտեն։ Եկեք մի հարցելու ավարտենք։ Չի դիմել ձեզ, այսինքն խորհրդատվություն կամ ահազանգի, որ եթե դուք այսքան Իհարկե, բայց լսեք հարցը, այսքան շենքեր եք կառուցում։ Ասել է, այո, իհարկե ահազանգել է։ Բայց դուք սա կառավարման խնդիր չի, այսինքն մարդիկ նայեք, Ժորժ ջան, մեր տնտեսության, մենք հիմա խոսում ենք մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկի մասին, չէ՞, կառուցապատումը մեր տնտեսության լոկոմոտիվներից մեկն է։ Այսինքն Բայց եթե մարդը պետք է ապրի բնականաբար դա մեդալի հակառակ դե բա դրա համար էլ աշխատում ենք դե բա դրա համար էլ աշխատում ենք այն ուղղությամբ որ դե տեսեք մի հատ եկեք յուրաքանչյուրս մեզ հարց տանք ձմռան ամիսներին այդքան շատ ջուր ունենք այդքան շատ ավելցուկ ունենք ջրի ձմռան ամիսներին ամռան ամիսներին մենք պիտի մեզ ձգենք այո մենք մեր կողմից կփորձենք բերել լրացուցիչ ջրաքանակներ, փորձում ենք, անելու ենք, կառավարությունը երեկ էլ հայտարարեց եւ ես ի պաշտոնե նաեւ լիազորված եմ հայտարարել, որ այո մենք այդ ուղղությամբ բազմապատկված ջանքեր կներդնենք, կգտնենք, կբերենք, բայց սիրելի քաղաքացիներ, սիրելի լրագրողներ, եկեք մենք մեր անելիքն էլ էլի իմանանք, ընդունենք, որ մենք էլ ունենք անելիք Տեսեք հարևան Իրանում ինչ է կատարվում, տեսեք հարևան Թուրքիայում ինչ է կատարվում։ Մենք բախտավոր ենք այնքանով, որ ունենք այդ ջրային ռեսուրսը։ Եկեք հարգենք, սիրենք, փայփայենք այդ ռեսուրսը ու խնայողաբար վերաբերվենք։ Շնորհակալ եմ բոլորիդ լավ օր։ Վիոլյան, որ չի